Թողկոսը գնաց Շվեյցարիա, մեծ համաժողով էր, որտեղ խոսեց Արցախի Դրանից իրավունքներից։ առաջ մի բան է, չի նոր։ Էլի բաներ եղել։ Մայիսի 22 Փաշազադեն հայտարարեց, Էդ եմ ասում, դրանից հետո առաջ մայիսի 22-ին Փաշազադեն ասեց, ոնց որ կաթողիկոսը հայերի դուրը չի գալիս։ Փաշազադեն նախ մայիսի 22-ին հայտարարեց, որ իրանք որոշում են կայացրել Էջմիածնի եւ Երևանի Ղաջատ ստեղծելու մասին։ Դրան Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել, Մայրաթորը մայիսի 23-ին հայտարարություն ա արել դրա կապակցությամբ։ Դրանից հետո այդտեղը մայիսի 23, ճիշտ է։ Մայիսի 26-27-ին վեապարը գնում է Շվեյցարիա իր խնդրանքով համաեկեղեցական համաժողովն ալում, ելույթ ա ունենում։ Ելույթը հրապարակում են մայիսի 28-ին, մենք այդ օրն ենք նայել YouTube-ում ելույթը։ Մայիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ճուլան ասաց։ Աննա Հակոբյանը գրառումներ արած, ընդ որում այդ մանկապիղզներ բաներ, գրառումների մեջ ասած է Շվեյցարիաներում այդ ինչից եք խոսում, այդում հայրենադարձ Շվեյցարիաներում։ Հստակ ասելով էլի մոտիվացիան ինչից Աննա է։ Աննա Հակոբյանը գրել էր իր Facebook-յան գրառումներում կա։ Ու դրանից հետո սկսում է այս process-ը, հետո սրբազանների ձերբակալությունները, հետո եկեղեցու ամենամեծ հովանավորի ամենամեծ բարերարի ձերբակալությունը, այսինքն ֆինանսներին են նաև կպնում, հետո նաև մյուս հոգևորականի թիրախավորումը ու սենց հետո այս անտեր հարամը Սյոպան, որի միջոցով հիմա այս փուլն են իրականացնում։